Վերջի լեկցիային սահմանեցինք ուրեմն այս հոմոմորֆիզմի գաղափարը, երկու հատ օղակ ունենալու դեպքում ուզում ենք համեմատենք օղակները ու հանրահաշվային համեմատությունը դա նետում է, map, չգիտեմ, նետումը ճիշտ եմ ասում թե չէ, որը ունի այսպիսի հատկություններ, որ գումարումն ու բազմապատկումը ինքը պահպանում է ու մեկ ուղարկում է մեկին։ Ուրեմն եւ նախորդ անգամ ասացի, որ դա ոչ բոլոր դասագրքերում են վերցնում որպես սահմանման մաս, բայց մենք կվերցնենք։ Ինչի համար եմ սա մտցնում մեջը, որովհետեւ եթե այս օղակի մեջ վերցնենք մի հատ բան, unit, որը ունի փոխադարձ, թե հակադարձ, դա նշանակում է, որ եթե այս նետումը կիրառենք, ստացվում 1, ու սրանից հետևում է, որ հավասար է դրան։ Այսինքն այս միավորները գնում են միավորների, ու միավորները իրանք ուրիշ հանրահաշվական օբյեկտ են կազմում, խումբ է ինքը, այսինքն երբ որ ունես օղակների հոմոմորֆիզմ, ինքը նաև տալիս է այս խմբերի հոմոմորֆիզմ։ Սա հարմար է ունենալ շատ խնդիրներում, այնց որ մենք սա կվերցնենք որպես մաս, սահմանման մաս, ու մի քանի օրինակ նայենք հիմա։ Առաջի օրինակը մոտիվացիան է գաղափարի, գալիս է մնացորդներից, իհարկե, որը մենք արդեն դիտարկել ենք, եւ անցյալ անգամ նաեւ ասացի, որ կարող ենք նայել մնացորդներից մնացորդներ գնացող հոմոմորֆիզմ, եւ եթե նկատեք, քանի որ սա տեղի ունի, հավասար է n-ի, ինքն գումարեցրի 1 եւ այլն, այսինքն ինքը 1-ն է, այս մյուս օղակի, ստանում ենք n, եւ սա նաեւ պետք է լինի 0, այսինքն այս n-ը պետք է բաժանվի m-ով, դա անհրաժեշտ է։ Այս մեկը գալիս է նրանից, որ իսկապես մեկը ուղարկում է մեկի, եւ եթե վերցնենք n, որը բաժանվում է m-ի, այսպիսի հոմոմորֆիզմ, եթե սահմանեմ այս պայմանով, դա տալիս է իսկապես հոմոմորֆիզմ։ Հիմա մյուս շատ կարևոր օրինակը, դա բազմանդամների օղակն է, դեռ ես վերցրել եմ ռեալ թվերը, բայց կարող ենք նաև վերցնել ցանկացած դաշտ եւ դիտարկել բազմանդամների օղակը, սրանք բոլոր բազմանդամներն են այս ձևով։ Բազմանդամները հանրահաշվի մեջ այդքան էլ որպես ֆունկցիա չեն ընդունվում, այլ որպես ֆորմալ օբյեկտներ կարող եք մտածել իրենց մասին։ Կա աստիճան, աստիճանը դա ամենաբարձր x-ն է, որի համար a-ը 0 չի։ Եվ այս n-ը կարող է լինի ինչ ուզեք։ Այսինքն, օրինակ, ես կարող եմ
գումարել 3x ստացվի 1 գումարել 4x, սա երկեպ պարզ է, աստիճանը 1 է, աստիճանը այն բազմանդամի, որը x-եր չունի, օրինակ վերցնենք մինուս 1, 2, դա հավասար է 0, նույնը նաև, այսինքն եթե a 0, only a f, ոչ 0, իսկ ոնց ենք սահմանում 0-ն, ֆորմալ վերցնում ենք, որ 0-ի աստիճանը մինուս անվերջություն է, դա իհարկե իմաստ չունի, վերցնում ես ուղղակի դրա համար, որ այս ֆորմուլաներ ճիշտ լինեն, լավ, սա ինքը օղակ է, դա նույնպես շատ հեշտ է ստուգել, եթե բազմապատկում ենք հին իմացած մեր ձևով, ինքն բազմապատկումը բազմանդամների բազմապատկումն է, որը դուք գիտեք, ասենք անալիզի կուրսից կամ բոլոր ուրիշ կուրսերից, որ համարյա թե բոլոր մաթեմատիկական կուրսերում բազմանդամները ինչ-որ դեր են խաղում։ Հիմա եթե վերցնենք բազմանդամ, ասենք ռեալ բաներով, կոեֆիցիենտներով, մենք կարող ենք բազմանդամը փոխադրել բազմանդամի մեջ այս թիվը, ունենք ալֆա, տեղադրում ենք դրա մեջ, ստանում ենք ինչ-որ թիվ, օրինակ եթե իմ ալֆան լինի 0, սա կախված է ալֆայից իհարկե, հիմա եթե 0-ն եմ տեղադրում, դա ստացվում է, որ ամեն բազմանդամ ուղարկում եմ իր բան կոեֆիցիենտին, ոնց է constant, փոփոխելի կոեֆիցիենտ, առաջի կոեֆիցիենտին եմ ուղարկում, սա իհարկե հեշտությամբ նորից ստուգում եք, որ համամորֆիզմ է, բայց կարող եմ նաև վերցնել ուրիշ թիվ, այսինքն օրինակ վերցնեմ մինուս 1, ժամանակ այս բազմանդամը ուղարկվում է 0, մինուս 1, գումարած 2 եւ այլն, մինուս 1 n, սա նույնպես համամորֆիզմ է։ Ինքը շատ կարևոր համամորֆիզմ է, բայց հիմա կտեսնենք, որ սա մասնավոր դեպք է, մի հատ ուրիշ կառուցումի, դրա համար այս թեորեմ են հիմա տալիս, թեորեմը կոչվում է բաժանման ալգորիթմը բազմանդամների, ինչը շատ նման է բաժանման ալգորիթմի թվերի համար, բնական թվերի, չէ, նատուրալ թվերի։ Տեղ կարող եք համեմատել, եթե վերցնենք երկու թիվ, մենք ինչպես ասացինք, սա հավասար է, կարող ենք գրել այս ձևով, որտեղ r-ն փոքր է m-ից եւ հավասարական ավել 0-ից։ Հիմա նույն ձևով, եթե վերցնենք երկու բազմանդամ, կարելի է գտնել երկու ուրիշ բազմանդամ, որոնք միակն են, այնպես որ f-ը կարող եմ գրել այս ձևով եւ այս մնացորդը
Դա կոչվում է մնացորդ remainder կամ residue f mod հիմա ոնց ենք սա ապացույցում, սա իսկական ինքը ապացույցը ավելի պարզ է, ոնց որ քան թվերի ապացույցը, շատ նման է նորից, վերցնում ենք, նայում ենք այս բազմանդամների ամենաբարձր աստիճաններին, եթե f-ի աստիճանը g-ի աստիճանից ավելի փոքր է, վերցնում ենք այս h-ը 0, իսկ r-ն վերցնում ենք f։ Իսկ եթե ավելի n-ը m-ից բարձր է, փոխարինում ենք f-ը այս մի բազմանդամով և շարունակում ենք պրոցեսը, օրինակ եթե ես վերցնեմ x կուբ, x 1 և ստեղ ուզում եմ ասենք հաշվեմ, ստեղ վերցնեմ 2, դա f-ն է, ստեղ վերցնեմ x քառակուսի մինուս 1, այսինքն առաջինը, որ պետք է անեմ, f-ից հանում եմ 2x դա ինձ տալիս է ինչ է տալիս է մինուս ինչ որ տալիս է x գումարած 1 ճիշտ եմ հաշվում, թե սխալ եմ հաշվում 2x եթե հանեմ, ստեղ կստացվի 3x, 3x, այսինքն ստեղ մի քայլով արդեն ստացվում է, դա իմ h-ն է, սա էլ այդ մնացորդն է։ Եթե այս աստիճանը լիներ ավելի բարձր g-ից, այս պրոցեսը կշարունակի, օրինակ եթե տեղ լիներ 5, ես կվերցնեի տեղ ինչ երրորդ աստիճան ու ինքը կստացվեր այդ ժամանակ ինքը կստացվեր եթե ստացվեր գումարած մինուս երկու ինչ-որ բան են չեմ անում, ստեղ 5 է, ստեղ կստացվեր 2x կուբ մինուս x գումարած 1, հետո մյուսը կանեի, սա կլներ իմ f1-ը, հետո f1-ի հետ կանեի նույն բանը, օգտագործելով x-ը, 2x, ու կստանայի մնացորդը այդ ժամանակ, ինքն այդ հեշտությամբ կարող եք հաշվել, հետո տեղադրում եմ իրար մեջ, ստացվում է f-ը հավասար է 2x կուբ, գումարած 2x, b, գումարած r, չէ, այսինքն երևի պարզ է դա, ինչ է կատարում ստեղ, խորհուրդ կտամ մի երկու հատ օրինակ, եթե սա չեք տեսել, մի երկու օրինակ հաշվում եք, ամեն ինչ պարզ է դառնում, բայց ինքը այս փաստը շատ կարևոր է, որովհետև ինքը ցույց է տալի, որ թվերը ու բազմանդամները իսկականում իրար ոնց որ նույն ձևի օղակ են, հանրահաշվի տեսակետից իրանք կոչվում են Euclidean domain, Euclidean տարածքի օրինակներ են այս օղակները ու բոլոր այդպիսի օղակներ ունեն
նույն հատկությունները հանրահաշվական, որը մենք կտեսնենք, օրինակ այսօր խոսեմ իդեալների մասին, բացվում է, որ բոլոր այդպիսի օղակների իդեալները մի էլեմենտով կարելի է ստանալ։ Դա, հիմա մի հատ բան ենք այդտեղ նկատում, որ բազմանդամը, երբ որ հաշվում է ես ալֆայի արժեքը, ալֆան տեղադրելով բազմանդամի մեջ, եթե մենք վերցնենք ինչ-որ բազմանդամ fx ու նայում ենք mod x մինուս ալֆա, սա նշանակում է ես գրում եմ այս fx-ը, գրում եմ որպես hx x մինուս ալֆա plus beta, որովհետև սրա ինչու եմ ես այդտեղ բան ստանում, թիվ ստանում, որովհետև ռեի աստիճանը պետք է մեկից փոքր լինի, չէ, որը սրա աստիճանն է, այսինքն մեկից փոքր դա ինքը պետք է լինի կամ 0, չէ, այսինքն մինուս անվերջություն, ինքը rx-ը պետք է լինի կամ 0, կամ ինչ-որ թիվ է, ոչ 0, այդ ժամանակ իր աստիճանը 0 է, այսինքն այս բետան 0 է, հիմա եթե սա տեղի ունի, վերցնում ենք ալֆան, տեղադրում ենք f-ի մեջ, ալֆա, ստեղ ստանում ենք h ալֆա, ալֆա մայնուս ալֆա, չէ, այս 0 է, գումարած այս բետան, ու ստեղից ստացանք, որ f ալֆան ինքը հենց այս բետան է, այսինքն, մնացորդը հաշվել է x mod x մինուս ալֆա fx-ի մնացորդը հաշվելու համար, դա նույնն է ինչ որ հաշվես իր արժեքը ալֆային։ Անա լավ է, պարզ է։ Այսինքն հանրահաշվի տեսակետից բազմանդամի արժեքը հաշվել է նույնն է ինչ որ վերցնել մնացորդ։ Իսկ եթե մենք մնացորդ ենք վերցնում, այդ ժամանակ կարևոր չի, թե այս ժեն x մինուս ալֆայր, թե ինչ-որ ուրիշ բազմանդամ էր, չէ, կարող ենք այդ ժամանակ վերցնել գեն լինի ինչ ուզեք, ու մենք ուղղակի կհաշվենք մնացորդը f-ի և ստանում ենք այդ ժամանակ հոմոմորֆիզմ, նորից կարող եք ստուգել, որ սա հոմոմորֆիզմ է, ես չեմ անի, դժվար բան չի, այսինքն եթե պատկերացնենք, որ սա թվերն է, չէ, նման է, ինչ ենք ստանում, մենք ստանում ենք ուղղակի զենք z գնում է z-ն z, սա սրան է նման։ Սա իհարկե շատ ավելի բան է, general, ընդհանուր կառուցում է, շնորհակալություն, շատ ավելի ընդհանուր բան ենք անում, քան ուղղակի հաշվում ենք f-ը ալֆայում, և մի բան ասեմ, շարունակելուց առաջ, սա ուղղակի նենց բան չի, որ ասեցինք նմանա z մոտ n-ին, ինքը շատ կարևոր է, երբ որ մենք դաշտեր ենք կառուցելու, important constructed fields. Այսինքն, օրինակ ես ես ստեղ ցույց տամ, թե ոնց է դա արվում կոմպլեքս թվերի համար, ինքը լավ օրինակ է, հիմա եթե վերցնենք ռեալ թվերը և նայում ենք ռեալ թվերի օղակը mod x գումարած 1, այսինքն ինչն են մնացորդները ստեղ, մնացորդները
կարող ենք պատկերացնել, որ սա r գումարած rx-ն է, չէ՞, որովհետև ամեն անգամ, եթե ինչ-որ բազմանդամ ունեմ, օրինակ ունեմ 1 գումարած 3x մինուս x2, դա կգնա, քանի որ այս օղակում, այս մյուս օղակում x քառակուսին հավասար է մինուս 1-ի, ստանում եմ, որ սա գնում է 1 գումարած 3x գումարած 1, այսինքն ստանում եմ 2 գումարած 3x, այս բազմանդամը գնում է սրան, հիմա օղակս, ուղղակի ստացվում է r գումարած rx, այս պայմանով, պայմանային է, որ x-ի քառակուսին հավասար է մինուս 1-ի, սա իհարկե կոմպլեքս թվեր է, այսինքն մենք կառուցեցինք կոմպլեքս թվերը որպես մնացորդների կառուցում, սա շատ ավելի էլեգանտ կառուցում է կոմպլեքս թվերի ու նույն ձևով կարելի է կառուցել շատ ուրիշ բաներ, դաշտեր, ընդեղ արդեն կտեսնենք, թե ընդեղ կարևոր է լինելու, թե այս բազմանդամը, որով մենք վերցնում ենք մոդուլը, ինչ հատկություններ ունի, եթե նույն ձևով, ինչպես եթե մենք վերցնում ենք z մոտ p-ն, դա դաշտեր, չէ, սա միայն այն դեպքում, եթե n-ը պարզ թիվ է, նույն ձևով կապացուցենք, որ fx-ը ինքը դաշտ է, միայն այն դեպքում, եթե այս fx-ը բաժանելի չի, չգիտեմ, irreducible-ը ճիշտ թարգմանեցի, թե չէ, բաժանելի, այսինքն հնարավոր չի գրել fx-ը որպես երկու ուրիշ բազմանդամների բազմապատկում, համարելով, որ երկուսն էլ իհարկե ունեն մեկից ավելի աստիճան, նորից վերցնում ենք սրանք fx-ում, Եթե աշխատում ենք ռեալ թվերի հետ, բոլոր բազմանդամ հայտնի փաստ է, որ ամեն բազմանդամ բաժանվում է քառակուսիների կամ գծային ֆակտորների, այսինքն եթե վերցնենք ասենք Սա հնարավոր է գրել, չգիտեմ ինչի է նման, արմատ ունի թե չէ ռեալ թվերի մեջ, ունի արմատ, ոնց որ թե չունի ինքը, չէ, պտի որ ունեն, քանի որ երրորդ աստիճանի է, կարող եմ գրել, այսինքն այսպես, gx-ը կլինի քառակուսի, երկրորդ աստիճանի բազմանդամ, ու սա տեղի ունի բոլոր բազմանդամների համար, այսինքն եթե աշխատում եմ ռեալ թվերի հետ, միակ չբաժանելի բազմանդամը սա է ստացվում, այսինքն միակ դաշտը, որը ես կարող եմ ստանալ այս կառուցումով, r-ից, դա c-ն է իսկապես, իսկ եթե աշխատում եմ ռացիոնալ թվերի հետ, օրինակ, այդտեղ շատ ավելի քանակը բազմանդամների, որոնք բան են, irreducible են, շատ ավելի մեծ է։ Ու այդ ձևով ստանում ենք դաշտեր, որոնք թվերի տեսության մեջ շատ մեծ կարևորություն ունեն։ Դա, հիմա սա օրինակ է, չէ՞ որ մենք կվերադառնանք նրան, թե ոնց ենք օգտագործելու։ Դեռ հարցեր կա,
Արդեն չկա, անցնենք հոմոմորֆիզմների համար կա իդեալի գաղափարը։ Հիմա ասեմ, որ բոլոր հոմոմորֆիզմները կառուցում են համարյա թե նույն ձևով, ոնց որ այս մնացորդների օղակ։ Այսինքն, եթե հասկանաք, եթե ուզում եք օղակների տեսությունը հասկանալ ինչ-որ իմաստով, եթե հասկանում եք z-ը, z մոտ n-ը, ու հասկանում եք, թե սա ոնց է կառուցվում, բոլոր մյուս օղակները ու բոլոր մյուս հոմոմորֆիզմները կառուցվում են նույն ձևով, ինչը մի քիչ անսպասելի է, որովհետև օղակները երկի կարող են լինել շատ տարբեր, բայց կառուցումը ինքը ոնց որ նույն փիլիսոփայություն ունի։ Դա, հիմա իդեալը ինչ է, իդեալը բազմություն է այս ռեի մեջ, որը նախ փակ է գումարման եւ բազմապատկման տեսակետից, այսինքն ինչ եմ ուզում ասեմ ստեղ I is closed and plus այսինքն եթե վերցնեմ AB եւ գումարը նորից կստացվի ստեղ եւ բազմապատկեմ B-ով կստացվի ստեղ բայց այսինքն այս in նմանաօղակի բացի նրանից, որ մեկը իում չի, այսինքն չենք վերցնա, որ այս in ունի միավոր։ Բայց բացի դրանից նա ունի մի հատ ուրիշ հատկություն, որը շատ ավելի ուժեղ հատկություն է, քան սա։ Հատկությունը նա է, որ եթե վերցնեմ մի հատ էլեմենտ i-ից եւ վերցնեմ մի հատ ուրիշ էլեմենտ իմ օղակից, այդ ժամանակ այս երկու էլեմենտները, որոնք պարտավոր չեն նույնը լինեն, եթե օղակը կոմուտատիվ չի, բայց պետք է լինեն այդ բազմության մեջ։ Այսինքն իդեալը ավելի ուժեղ օբյեկտ է, քան ասել Subring-ը ոնց կլինի։ Հապաղող։ Ենթաօղակ, շատ շնորհակալություն, ենթաօղակ։ Ենթաօղակ կլինի։ Լավ, հիմա ինչի համար ենք այս գաղափարին որտեղից է գալի։ Նրանից է գալի, որ եթե մենք դիտարկենք ինչ-որ հոմոմորֆիզմ, կարող ենք սահմանել նրա միջուկը այն էլեմենտներն են, որոնք գնում են 0-ի։ Ու թեորեմը նա է, առաջի կարևոր թեորեմը, ինքը պարզ ապացույց ունի, որ այս միջուկը ինքը իդեալ է։ Սա շատ հեշտ է ապացուցել, ինչ է կանում, ուղղակի ստուգում եք։ Եթե վերցնենք AB, նշանակենք I-ով, հետո A գումարած B, դնում ենք V-ի մեջ, ստանում ենք դա, բայց երկուսն էլ 0 են, չէ, 0 գումարած 0, այսինքն 0, մյուսն էլ V, օրինակ RA, հավասար է PR-ը, PR, հիմա մենք չգիտենք այս ռեն ինչ է, չէ, ռեն չգիտենք ինչ է, կարող է ինչ-որ էլեմենտ է, էսի, բայց PR-ն ինքը 0 է, իսկ 0-ով բազմապատկելը միշտ տալիս է 0, դա անցել անգամ ասացի ես, նույն ձևով ուզում եք, որ R-ն նույնպես տալիս է 0, այսինքն հատկությունների իդեալի ստեղ տեղ ունեն,
միջուկը ինքը իդեալ է։ Լավ, սա ինքը շատ պարզ թեորեմ է, ինչ որ առումով, բայց շատ կարևոր, որ մենք կկիրառենք այս սլայդից հետո։ Երբ որ ունեք իդեալ, սահմանում, մի հատ ուրիշ սահմանում, այս կոսետը չեմ կարող ասել ինչ է հայերեն, կասենք կոսետ, որ ինչ է չշփոթացնենք, կոսետը կլինի այսպիսի բազմություն, վերցնում ենք ինչ որ էլեմենտ ռ-ից և գումարում ենք բոլոր էլեմենտները i-ից, ինքն սահմանումը սա է։ Հիմա ավելի լավ է նայենք օրինակների, իհարկե, եթե վերցնենք ռ-ն թվերը և in վերցնենք, ստեղ պիտի ասեի, երևի օրինակ պիտի տայի, լավ կլներ այստեղ ես օրինակ տայի, որ ես չարեցի, ինքը պարզ օրինակ է, իհարկե, ինքն այդ էլ հասկացեք ինչի նկատի ունեմ, եթե վերցնենք ռ-ն և կարող ենք օրինակ վերցնել 2 զեն, սա կլինի all even numbers։ Ինքն սա ունի 0, պլուս մինուս 2, պլուս մինուս 4, պլուս մինուս 6 և այլն։ Հիմա երկու զույգ թիվ վերցնում ենք, գումարում ենք իրար, անում ենք զույգ թիվ, իհարկե։ Եվ վերցնում ենք ցանկացած թիվ, բազմապատկում ենք զույգ թվով, օրինակ 6-ով, անում ենք զույգ թիվ։ Այստեղ բարդ բան չկա, բայց երկուսի փոխարեն կարող եմ վերցնել ցանկացած թիվ։ Կարող եմ վերցնել nz, nx, դա նորից իդեալ է, շատ հեշտ է ստուգվում, որովհետև n գրած է n ինչ-որ x, գումարած n ինչ-որ y, դա n x գումարած y, չէ։ Նույն ձևով, եթե վերցնեմ r, nx, դա n x։ Մի քիչ ավելի բարդ է, բայց այդքան էլ բարդ չի, երևի գիտեք սա ոնց է ապացուցվում։ The form and that. Այսինքն սա տալիս է բոլոր իդեալները։ Ուրիշ օղակների համար սա իհարկե ճիշտ չի, շատ ավելի բարդ իդեալներ կարելի է կառուցել, բայց թվերի համար սրանք միակ իդեալներն են։ Ապացույցով գիտի ես փաստի, եթե տեսել եք, ինչ ենք անում։ Վերցնում ենք ամենափոքր դրական թիվը, որ իդեալի մեջ է։ Վերցնում ենք ապացույցը վերցնում ենք n minimal position։ Հետո վերցնում ենք մի հատ ուրիշ էլեմենտ, ու ինչ ենք անում, ուղղակի հաշվում ենք մնացորդը, հիմա գրում ենք որպես nq(r)։ Հիմա քանի որ n-ը իդեալի մեջ է, սա էլ է իդեալի մեջ։ Այլ է իդեալի մեջ։ Հիմա իրարից եթե հանենք, հանում ենք, որ ռ-ն m-q-ն ինքը նորից իդեալի անդամ է, բայց քանի որ
Քանի որ այս n-ը ամենափոքրն է, r-ն պետք է լինի n-ը ամենափոքր ոչ 0 թիվներ, ստեղից ստանում ենք, որ r-ն պետք է 0 լինի, այսինքն բոլոր էլեմենտները իդեալի բազմապատիկ են այս n-ի, որը մենք ընտրեցինք, սրանից ստացվում է, որ բոլոր իդեալները այս տեսքով։ Շատ լավ, ապրեք, հիմա վերադառնանք կոսետներին։ Թվերի համար կոսետները, այսինքն երկու z-ը եթե վերցնենք, ստանում ենք մի կոսետը լինում է բոլոր զույգ թվերը, մյուս կոսետը բոլոր կենտ թվերը, մեկ գումարած 2z, ստանում ենք բոլոր կենտ թվերը, նույն ձևով կարող եք ստուգել, եթե վերցնենք 3z, ինքը 0 գումարած այս իդեալը, իհարկե տալիս է իդեալը, իդեալն է ինքը, սրանք 3-ի բազմապատիկներն են, հետո եթե գումարենք 1, ստանում ենք այս թվերը, եթե ճիշտ սխալ չեմ արել, այս թվերն ենք ստանում, եթե գումարում ենք 2, ստանում ենք այս թվերը, ոստեղ կարևորը ինչն է, որ նկատեք, որ իրար հետ չեն հատվում, այսինքն այս թվերը տարբեր տեղերից, տարբեր այս կոսետներից իրար հետ չեն հատվում, կամ կոսետները իրանք նույնն են, օրինակ եթե ես վերցնեմ 5-ը, գումարած 3z-ի, ես ստանում եմ նույն բանը, ինչ որ սա հեշտ է, տեսնել, օրինակ 5-ը ստեղ կա, 8-ը կա, չէ, նույն թվերն ենք ստանում, ինչ որ այս մյուս կոսետում, հիմա 2-ը ոնց ենք ստանում, վերցնում ենք 5 մինուս 3, օրինակ։ Այս մասը պարզ է։ Այս օրինակը, այսինքն ինքը, եթե այս օրինակը հասկանաք, մյուս բանը, որ ասելու եմ, արդեն պարզ կլինի։ Այն օղակները, որոնք ունեն, որոնք բաժանման օղակներ են, այս division ring-երը, իրանք չունեն իդեալներ, բայց սրանք միակը չեն, չգիտեմ անցյալ անգամ այդ բանը օրինակը խնդիր էի տվել, որ ցույց տար, որ M2 օրինակ ռեն as no ideal, no proper ideal։ Արել ենք այդ խնդիրը։ Շատ լավ։ Այսինքն կարող է նենց օղակ լինի, որը բաժանման բան չի, օղակ չի, բայց նույն ձևով չունի իդեալներ, ինքը հատուկ տեսություն կա այսպիսի օղակների, գրքեր են գրված սրանց մասին, սրանք կոչվում են central simple algebra։ Էլի կարևոր օբյեկտներ են թվերի տեսության մեջ, բայց դրանով հիմա չենք զբաղվի։ Լավ, թեորեմը նրանում է, որ եթե վերցնենք իդեալ, այս կոսետները կամ նույնն են լինելու, երկու կոսետ լինում են կամ նույնն է, կամ չեն հատվում, ապացույցը էլի շատ ինքը պարզ ապացույցը, եթե վերցնենք x-ը այս հատման մեջ, չէ, ասենք հատումը դատարկ չի, այսինքն մի հատ էլեմենտ կա, որը երկու կոսետների մեջ է, դա նշանակում է, որ x-ը կարող եմ գրել a գումարած i1 և x-ը կարող եմ գրել b գումարած 2, ստեղից ստանում եմ, որ a մինուս b-ն, չէ, հավասար է i2 մինուս i1, սա ինքը i-ում է, և սրանից ստացվում եմ, որ a-ն ինքը b գումարած i-ում է, այսինքն այս էլեմենտը a-ն այս մյուս կոսետի մեջ է, իսկ եթե գումարեմ
ոնց որ ֆորմալ ձևով, եթե գումարեմ այն այս բոլոր էլեմենտները i կստանամ b գումարած i գումարած i, բայց իդեալը եթե իրան ես գումարում, ստանում ես հետ իդեալը, դա ստացվում է b գումարած i, ստեղ իհարկե չեք կրճատում, բազմություններ ենք իրար գումարում, սա այսինքն մի էլեմենտի չեք կրճատում և ստանում, որ in հավասար է 0-ի, եթե իդեալի էլեմենտները իրար գումարեք, ստանում եք իդեալի էլեմենտները, նույն ձևով ցույց եք տալիս, որ մյուս կողմի բանն ենք, իրեն inclusion ենք, գումարած բենելա, գումարած այն մեջ, տեղից եզրակացնում ենք, որ պետք է լինեն նույնը։ Այսինքն, ունենք մեր օղակը, ստեղ մի հատ իդեալ ունենք, այս իդեալը, եթե օգտագործենք, ինքը բաժանում է բազմությունը կոսետների, որոնք չեն հատվում։ Ու բոլոր էլեմենտները իհարկե պատկանում են ինչ-որ կոսետի։ Չեմ գրել, բայց դա պարզ է։ Every element or some coset. Ezeren, hence is cosetum. Now, հիմա ինչն ասել է իմաստը, այս կառուցման։ Իմաստը նրանում է, որ ես կարող եմ հիմա մի հատ ուրիշ օղակ կառուցել, ու սա հիմա նման է, ոնց որ ասեցի, սա նման է Z-ին, այս մնացորդների կառուցումն է, ոնց որ այս կոսետները իրանք մնացորդներն են, բայց մոդուլո in, residues։ Հիմա օղակը ցանկացած օղակ է, իդեալն էլ ցանկացած իդեալ է, սա աշխատում է, ստանում ենք մի հատ ուրիշ օղակ, և պրոցեսը նույնն է, ինչ-որ որով մենք կառուցում ենք այս մնացորդները, տեղ սահմանումը նրանն է, որ երկու կոսետ իրար են գումարում այս օրենքներով, այսինքն A գումարած I գումարած B գումարած I-ին վերցնում եմ այս կոսետը և բազմապատկումը նույն ձևով։ Հիմա այստեղ կարևոր է հարցը նրանում է, թե սա իմաստ ունի, թե չէ, որովհետև այս A-ն միակը չէ, այստեղ մի հատ բան կա, որ պետք է հասկանաք, թե սրա բարդությունը որն է, բարդությունը նրանում է, որ ես կարող ունենամ երկու ներկայացուցիչ, representative, այսինքն այս A-ն միակը չի, հիմա մի ձևով ես գումարում եմ, ու սահմանում եմ, որ դա պետք է լինի այս կոսետը, բայց նույն ձևով սա հավասար է սրան։ Եվ ըստ իմ սահմանման սա պետք է լինի այս կոսետը։ Հիմա հարցը նրանում է, թե այս երկու էլեմենտները, այս երկու կոսետները նույնն են, թե չէ։ Սա պետք է հավասար լինի։ Դրա համար կարևոր է, որ իսկապես մենք ունենք իդեալ և ոչ միայն ինչ-որ բազմություն, որովհետև A մինուս A շտրիխ, գումարած B մինուս B շտրիխ, երկուսն էլ I մեջ են, և քանի որ I-ն փակ է գումարման առումով, ստանում ենք նորից էլեմենտ I մեջ,
բազմապատկման համար, որ սա իմաստ ունենա, իսկապես պետք է ունենալ իդեալ, հիմա դա ցույց տամ, այսինքն եթե in հակ լիներ մենակ բազմապատկման համար, կարող է չստանայիք հիմա եկեք ստուգենք A գումարած I B գումարած I սա A B գումարած I այստեղ էլ եթե վերցնենք շտրիխներով A B գումարած I հիմա հարցը նրանում է թե A-ն հավասար է A գումարած I չէ իսկ B-ն հավասար է B գումարած I2 հիմա եթե բազմապատկեմ քանի որ ես ենթադրում եմ որ A գումարած I հավասար է աշտեղ գումարած I այս կոսედները նույնն է դա նշանակում է դա նույն բանն է ինչ որ ասեմ որ A-ն կարելի է ներկայացնել որպես աշտրիխի եւ ինչ որ էլեմենտի I-ից հիմա եթե բազմապատկեմ ստանամ աշտրիխ B', հետո կստանամ I1, I2, բայց մյուս բանը որ ստանում եմ, այդ ստանում եմ աշտրիխ I2 գումարած B', բայց այս շտրիխները իդեալի մեջ չեն, չէ՞, սրանք իդեալից չեն, not in I այսինքն եթե ես մենակ ասեի որ վերցնում ենք երկու էլեմենտ I-ից եւ նրանց բազմապատկումը պետք է իդեալի մեջ լինի ստեղ ես կստանայի չի ստանա որ բազմապատկումը լավ որոշված է well defined որովհետեւ այս երկու էլեմենտները չեն լինի նույն կոսետից որովհետեւ պարտադիր չէր լինի որ սրանք լինեին իդեալի մեջ, բայց քանի որ իդեալը սահմանված է այնպես, որ եթե վերցնենք ինչ-որ էլեմենտ, բազմապատկենք, ցանկացած ուրիշ էլեմենտով ստանում ենք, ուստեղ էլի սխալ եմ ես թույլ տվել, սխալը որն է, այո, սխալ եմ թույլ տվել, որն է սխալը, սխալ չի, ուղղակի լավ չեմ գրել, ով է ուշադիր լսում հլավոր, երևի արդեն անել, տեղ պտի B շտրիխը լինի մյուս կողմից, այսինքն կարևոր է, որ եթե կոմուտատիվ չի օղակը, որ երկու կողմից էլ պետք է այդ բանը տեղի ունենա, բազմապատկում, լավ, այսինքն ստանում եմ նոր օղակ, հիմա եթե նորից վերադառնանք մեր օրինակին, եթե վերցնեմ ժայն թվերը և ան դետը, այս կառուցումը տալիս է նույն բանը, ինչ որ մեր մնացորդների օղակը, այսինքն այս կառուցումը ավելի էլի մոռացա բառը, ավելի general կառուցումը։ Ընդհանրական Ընդհանրական, չէ, շնորհակալություն, ընդհանրական կառուցումը։ Ինչ որ հարց կա հլավոր։ Հիմա այսօրվա կարևոր թեորեմն է գալիս։ Ասացի, որ բոլոր հոմոմորֆիզմները ստացվում են ոնց որ Z մոտ n-ի կառուցումով, դա այս թեորեմն է,
կարող եք հիշել այս թեորեմը, կոչվում է իզոմորֆիզմի թեորեմ։ Երկու օղակ համարվում է isomorph, կամ նույնն է, ինչ որ իմաստով, եթե կա homomorphism, որը bijective նշանակում է ինչա։ Ասում են բիեկտիվ, ով որ ուզում է թարգմանի, ասում է փոխմիարժեք։ Փոխմիարժեք շատ ավելի լավ բառ է, բայց ես չեմ հիշի փոխմիարժեքը։ Փոխմիարժեք նշանակում է, որ նախ ինյեկտիվ նշանակում է, որ երկու էլեմենտ են նետվում նույն էլեմենտի, ինքն սա տեղի չի ունենում, և սուբյեկտիվն էլ երևի ճիշտ բառ չի, որ օգտագործում եմ, բայց կդիմանանք, սուբյեկտիվ նշանակում է, որ ամեն էլեմենտ S-ի մեջ ունի ինչ-որ էլեմենտ, որը գալիս է ռեից։ Տերը ունի ինչ-որ ռե, այում, դեշտահետ, հիմա արդեն այդ բառը մոռացա, Միարժեք։ Փոխմիարժեք, ես կարծեմ բիեկտիվը, որը համ ինյեկտիվ է, համ սուբյեկտիվ է, փոխմիարժեք։ Ինքն ունենք երկու բազմություն, ամեն էլեմենտ գնում է ինչ-որ մի հատ ուրիշ էլեմենտի և երկու էլեմենտ չեն գնում նույն արժեքը չի ստացվում և բոլոր էլեմենտները ունեն մի հատ վերադարձ։ Այսինքն, որպես բազմություններ է նույն բազմությունն է։ Հիմա երկու օղակ, ասում ենք իզոմորֆ, իզոմորֆ ընդհանրապես հանրահաշվի մեջ նշանակում է, որ նույն օբյեկտ ունենք, ինչ-որ իմաստով, կարող է ուրիշ ձևի է տրված, բայց որպես հանրահաշվական օբյեկտ նույնն է։ Հիմա թեորեմը դա է, որ եթե ունենք հոմոմորֆիզմ, և մենք վերցնենք միջուկը, այդ ժամանակ պատկերը ռեի S-ի մեջ ինքը այզոմորֆ է այս մնացորդների օղակին ռ մինուս։ Հիմա մի հատ գծագիր կգրեմ, որ պարզ կլինի տեղից։ Այսինքն ինչ է ստեղ լինում։ Ունենք ռեն, գնում է S-ի, ունենք տեղ միջուկը, այս միջուկը են մասն է, որը հետանում է, գնում է 0-ի։ Չեմ ասում, որ բոլոր էլեմենտները S-ի ստացվում է, այսինքն սուբյեկտիվ չեմ համարում այս ֆին, դա այն մասն է, որը ռեից է ստացվում, այսինքն սա ֆի ռեն է։
Հիմա թեորեմը ասում է սա, եթե մենք նախ կառուցենք այս օղակը, մնացորդների օղակը, այդ ժամանակ այս պին ստացվում է նախ վերցնելով այս հոմոմորֆիզմը, հետո մի հատ ուրիշ հոմոմորֆիզմ կա, սա միակ հոմոմորֆիզմն է, unique ավելի լավը գրեմ P, I, այս P-ն հավասար է I, փայը P-ն ռեի դա ուղարկում է ռե գումարած I, իսկ P-ն ուղարկում է ռե գումարած I-ն ուղարկում է I-ռեի։ Ստուգում եք, որ սա իսկապես երկուսն էլ հոմոմորֆիզմ է։ Այսինքն, եթե ունեք հոմոմորֆիզմ, այդ հոմոմորֆիզմը երկու մասից է կազմված։ Մեկը, որ այս վերցնում եք մնացորդները, P-ն, երկրորդ մասը նա է, որ այս օղակը, մնացորդների օղակը այսոմորֆ է հենց I-ռեին, այսինքն պատկերին ռեի, պատկերը ռեի, այս օղակը այս սիմվոլը նշանակում է իզոմորֆ, իզոմորֆը ռեի։ Իհարկե օղակը կարող է այսը ավելի մեծ լինի, բայց այն մասը, որը կարևոր է, որը կապված է հոմոմորֆիզմի հետ, ինքը հենց մնացորդների օղակն է։ Այսինքն ուրիշ ձևի հոմոմորֆիզմ չեք կարող կառուցել, միշտ պետք է վերցնել մնացորդները ու հետո մնացորդները դնում ենք ինչ-որ մի ուրիշ օղակի մեջ։ Այս մյուս այս P-ն ոնց որ այստեղ եթե վերցնենք այս փսայը, փսին, ինքը ուղարկում է P-ին, որպես ինքը այսոմորֆ ձևով տալիս է պատկերը որպես մնացորդների օղակ։ Լավ, արդեն մի քանի անգամ կրկնեցի, բայց այս թեորեմը իսկապես ասում է, որ բոլոր հոմոմորֆիզմները ստացվում են ոնց որ մնացորդներ վերցնելու պրոցեդուրայից։ Այսինքն Z մոդելը այդքան էլ սահմանավոր դեպք չի։ Ինքը ներկայացնում է իսկականում ինչ-որ շատ ավելի մեծ փաստ։ Ապացույցը ես չեմ տա, ինքը բարդ ապացույց չի, ուղղակի հետևում եք, թե ինչ է կատարվում ու ամեն ինչ ուղղակի ստուգում եք, որ սահմանումները տեղի ունեն ու ստանում եք այս փաստը, ինքը բարդ թեորեմ չի ապացուցելու, բայց շատ կարևոր թեորեմ է։ Հիմա կցույց տամ ինչու է կարևոր, որովհետև ուղղակի ունենալով այս թեորեմը կարող ենք ապացուցել նենց բաներ, որոնք առանց օղակների տեսության այդքան էլ հեշտ չի ապացուցել։ Մինչև ապացույցը թեորեմը տամ, թեորեմը ասում է, կոչվում է չինական մնացորդների թեորեմ, երևի ինքներդ տեսել եք։ Ձեզ մի հատ խնդիր տամ, իմ աղջիկը փոքր դասարանների օլիմպիադաների խնդիրներ է անում, դենց խնդիր էին իրան տվել, ուրեմն ունեք 3 հատ ժամացույց, առաջի ժամացույցը ունի ասենք 10 րոպե,
Լավ, ասենք 7 րոպե։ Երկրորդ ժամացույցը ունի, ասենք 13 րոպե։ Եվ երրորդ ժամացույցը ունի 18 րոպե։ Իրանք իսկական ժամացույց չեն, բայց նրան որ ինքը ինչ ձերի ժամացույցը արթնացուցիչ, չգիտեմ, բուդիլնիկը ոնց է հայերեն, արթնացուցիչ է։ Առաջի ժամացույցը դրվում է այնց, որ 3 րոպե հետո է ինքը միշտ զնգում է։ Այս մյուսը դրվում է այնպես, որ ամեն 5 րոպեն հետո, այսինքն այս սլաքը պատտվում է ամեն անգամ, երբ որ 0-ից անցնում ես 3 րոպե, զնգում է հեռախոսը, դա 5 րոպե է։ Ու մյուսն էլ ասենք զնգում է ամեն 12 րոպե։ Նորից։ Ինքը պատտվում է։ Հիմա հարցը նրանում է, եթե այս բոլոր ժամացույցները լարես ու սկսեն իրանք աշխատել նույն ժամանակում ու անվերջ աշխատում են։ Այնպիսի ժամանակ կլինի, երբ որ բոլոր երեքն էլ զնգում են նույն ժամանակ։ Այդքան էլ պարզ չի, սա հնարավոր է, թե չէ։ Դե այսինքն 7-ը, 13-ն ու 18-ն ինչ էին։ Սրանք րոպեներ, այս ժամացույցների ընդհանուր րոպեն է, այս իսկական ժամացույց չի, ոնց որ տենց ժամացույց տեսել եք, որ օգտագործում են թխելու, ինչ որ բան թխելու համար։ Այսինքն ինքը 24 ժամացույց չի, բայց կարող է լինել, այսինքն օրինակ մի ժամ։ Եթե սկսեք մի ժամ է ինքը։ Այսինքն այս ժամացույցը ունի Սլաքը գալիս է սկզբնական դիրքին, ասենք առաջին ժամացույցի համար 7 րոպե հետո։ Րոպե շատ ճիշտ, այո, 7 րոպե հետո, ամեն 7 րոպեն հետո գալիս է 0-ի վրա է։ Ինքը 7 րոպեանոց ժամացույց է։ Հասկացա՞ք։ Հիմա երրորդ րոպեի վրա։ Ու երբ որ հասնում է երրորդ րոպեին զնգում է, հետո գնում է, զնգած կանգնեց։ Հաջորդը 10-ին է զնգում։ Հաջորդը 10-ին է զնգում, շատ ճիշտ է։ Մյուսը զնգում է 17-ին եւ այլն։ Ու հարցը նրանում է, թե ինչ որ ժամանակ կգա, երբ որ երեքն էլ իրար հետ զնգան։ Ու այսինքն այդքան էլ պարզ չի։ Դա հնարավոր է, թե չէ։ Պատասխանը այո, ինչու այո, որովհետև այս թեորեմի պատճառով, հիմա կբացատրեմ այս թեորեմը ոնց է կապացուցում, ես կվերցնեմ երկու ժամացույցի օրինակը, ինչ որ առումով, բայց կարող եք ապացուցել n ժամացույցների համար, նույն բանն է ստացվում։ Թեորեմը ասում է սա, եթե վերցնենք երկու թիվ եւ նրանք իրար փոխադարձ բան են, coprime են, այսինքն նույն պարզ թվով չեն բաժանվում եւ վերցնենք երկու թիվ, կարևոր չի ինչ թվեր ենք վերցնում, A եւ B, այդ ժամանակ միշտ կգտնենք մի հատ ուրիշ թիվ, որը նույն թիվը, որը modulo n տալիս է a-ն, իսկ modulo n տալիս է b-ն։ Այսինքն, օրինակ այս ժամացույցների համար ոնց ենք սա օգտագործում, ինչումն է հարցը, հարցը նրանում է, թե ինչ որ x կա, որը 3-ի է հավասար, modulo 7-ի, բայց հավասար է 5-ի, modulo 13-ի, չէ, եւ հավասար է 18-ի, 18-ի չէ, 12-ի, modulo 18-ի, չէ,
հարցը այս ձևի մաթեմատիկորեն կարելի է այս նույն բանը ասել, թե մի հատ այսպիսի թիվ կա, թե չէ։ Այսինքն, այսքան x րոպեից հետո, եթե այդպիսի լուծում կա, որ 3-ն էլ տեղի ունեն, այդ ժամանակ այդ x րոպեից հետո 3-ն էլ իրար հետ են զնգում։ Եվ պատասխանը այո։ Բայց ստեղ կարևոր է, որ այս մոդուլները իրար բան են, կոպրայմ են, ամեն մեկը մյուսին բանը, փոխադարձ, գիտեմ կոպրայմը ոնց է, բայց հասկացաք ինչի նկատի ունեմ, այսինքն, ինչ? Փոխադարձաբար պարզ են ասում։ Փոխադարձաբար պարզ։ Փոխադարձաբար պարզ, փոխադարձաբար շատ լավ բառ է, բայց դժվար թե իշեմ, փոխադարձաբար պարզ են իրար։ Շատ լավ։ Հիմա ոնց ենք թեորեմը ապացուցում, ինքը շատ սիրուն ապացույց ունի, եթե օղակների տեսությունը օգտագործենք, շատ պարզ ապացույց ունի։ Հիմա բացատրեմ ոնց ենք ապացուցում։ Ստեղ գրած ապացույցը, բայց կամ ավելի հիմա բացատրեմ նկարով, էլի ինչա կատարվում։ Վերցնում ենք թվերը եւ դիտարկում ենք այս հոմոմորֆիզմը։ Ստեղ օղակը ինչ է, օղակը կազմված է A-B-ից, A-ն այս մի օղակից է, B-ն մյուս օղակից է, ու գումարում ու բազմապատկում ենք կոորդինատներով, այսինքն նույն բանը կարող եք անել երկու ցանկացած օղակի հետ, կարող եք վերցնել, սա կոչվում է direct product։ Չենք բազմապատկում օղակներ, օղակի անունն է product, direct product կլինի, գիտեմ, ուղիղ արտադրյալ։ Ուղիղ արտադրյալ, էլի շատ լավ բառ է։ Այդ բառը ես պիտի գրեմ ու հիշեմ, ուղիղ արտադրյալ։ Լավ, օղակը պարզ է, հարց ունեք այս մյուս օղակի մասին, ինչ է այս օղակը։ Ես ինքս չեմ սահմանել, դրա համար եմ հարցնում, ուղիղ արտադրյալը ես չսահմանեցի, բայց ինքը իմաստը, այսինքն հարց չպիտի որ ծագի, թե ինչ է սա նշանակում, ինքը օղակ է իսկապես, ու վերցնում ենք հոմոմորֆիզմ, որը ուղարկում է ցանկացած թիվ x, վերցնում ենք x, ինքը գրում է x mod n, x mod m, օրինակ, կամ օրինակ, եթե n-ը երկուս է և m-ը երեք է, տեղ վերցնեմ, օրինակ, 10, 10-ը կգնա 0, 1, եթե վերցնեմ 13, սա կգնա 1, սա կգնա 1։ Միավոր է սողակի 1-1-ն է։ Այդա, եթե ես կանեմ պարզը, չենջեմ ես մասը, հիմա, եթե սա է սահմանումը, որն է միջուկը, այս հոմոմորֆիզմը, չէ, որ x-երն են գնում 0-0-ի, x-ը պատկանում է միջուկին, որ դեպքում, ինչ կասեք, այն դեպքում, երբ որ x-ը բաժանվում է համ n-ով, համ m-ով, չէ, n divides x, m divides x. Լավ, այսինքն x-ը բաժանվում է ամենա փոքր
Փոքր բանը, LCM-ը ոնց է։ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկով է բանը բաժանում։ Այսինքն սրա միջուկը հենց այս թիվն է։ LCM NM Շատ լավ։ Օրինակ, հիմա որտեղ ենք օգտագործում այն բանը, որ մենք վերցնում ենք n-ը իրար փոխադարձ պարզ, փոխադարձ պարզեր, կոպրայն։ Օգտագործում ենք նրա մեջ, որ եթե LCM NM հավասար է NM-ի, միայն այն դեպքում եւ միայն այն դեպքում, երբ որ այդ երկու թվերը իրար փոխադարձ պարզեն։ Այսինքն, եթե մենք վերցնում ենք n-ը իրար փոխադարձ պարզ, միջուկը այս հոմոմորֆիզմի nm-ն է։ Հիմա եթե ես նորից գծեմ, այս գծագիրը տամ, մենք ունենք այսպիսի նկար։ Z-ը գնում է ZM, չէ։ Եվ հարցը նրանում է, թե եթե երկու էլեմենտ վերցնենք, A ու B, այնպիսի X կա, որը գնում է հենց այս A ու B-ին։ Մենք կարող ենք թեորեմը հարցը տալ էկվիվալենտ ձևով is P surjective։ Այսինքն A ու B եմ ընտրում, կարող եմ մի հատ X գտնել, որ այս ֆին ուղարկում է այդ AB-ին։ Հիմա մենք որոշեցինք, թե որն է միջուկը, չէ, միջուկը հենց NM-ն է։ Այսինքն այդ հոմոմորֆիզմը ինքը նախ գնում է NM-Z-ին, հետո է գնում է ուղղակի։ Դա հենց այդ թեորեմն է։ Իզոմորֆիզմի թեորեմը տալիս է, որ նախ ունեք այս ֆին, որը սահմանված էր մնացորդները վերցնելով n ու m-ի, նախ վերցնում եք մնացորդը nm-ով, հետո ուղարկում եք այս երկու, դրանից հետո ստանում եք մի հատ ուրիշ հոմոմորֆիզմ, որը ուղարկում է այդ էլեմենտը այդ մյուս օղակի մեջ, չէ՞։ Այսինքն եթե իմ n ու m-ը 2 եւ 3 էր, դա նախ գնում է 6-ի մեջ, հետո նոր ուղարկում եք 2-3-ի մեջ։ Այս p-ին ինքը իհարկե սուբյեկտիվ է, դա պարզ է, չէ՞, որովհետև մենք գիտենք, որ z ուղղակի ստանում եք բոլոր մնացորդները n-ով, so այս մեկը ինքը սուբյեկտիվ է։ Իսկ թեորեմը ասում է, որ սա ինյեկտիվ է։ Այս նշանները հենց նշանակում է, որ surjective, սա նշանակում է ինյեկտիվ։ Շատ լավ։ Այսինքն ստեղից մենք ստանում ենք, որ այս օղակի մասը, դա նշանակում է, որ էլեմենտների քանակը, որը հենց n-ը, ավելի քիչ է, քան
էլեմենտների քանակը այս մյուս օղակում, որը նույնպես n-ը։ Այսինքն սա ոչ միայն ինյեկցիա է, այլ ինքը հավասարում է, ստանում եք նույն օղակը, և դրանից ստանում եք երկու բան, նախ ստանում եք, որ E is an isomorphism, և մյուսն էլ, քանի որ սա սուրյեկցիա է, չէ, սա էլ isomorphism է, այսինքն ֆին էլ է սուրյեկցիա։ Այդ ապացույց, ինքը սիրուն ապացույց է, այսինքն լավ, մի հատ էլ բան ասեմ, օրինակ ոնց ենք ստանում, ինչու է, ոնց ենք ստանում, որ սա isomorph են իրար, կարող եք ստուգել ուղղակի, եթե վերցնեմ մեկը ստեղ, մեկը գնում է 1-1-ի, երկուսը գնում է 0-2-ի, 3-ը գնում է 1-0-ի, 4-ը գնում է 0-1-ի, 5-ը գնում է 1-2-ի, և իհարկե 0-ն գնում է 0-0-ի։ Այսինքն բոլոր էլեմենտները ստանում եմ, ու ստանում եմ միաձև։ Ես եթե հասկացաք ինչ կատարվեց ստեղ, ապացույցը ոնց որ ասում է, որ եթե ստեղ ունենակ երկու թիվ, n-ը, նույն բանն է կատարվում, այսինքն առանձին վերցնելով և իրար կպցնելով, նույնն է ինչ որ վերցնելով n-ի մնացորդները։ Լավ, սա քինական թեորեմներ, ապացույցը ստեղ տված է, եթե ես հետո կդնեմ վեբսայթի վրա, եթե ուզում եք կարող եք կարդալ, ու արդեն հետևանքները ասացի, նախ դա ունենք, որ այս երկու օղակները իրար isomorph են, մյուս հետևանքը, որը ես խոսք էի տվել, որ կապացուցեմ, կարող ենք արդեն ապացուցել, եթե ունենք երկու հատ օղակ, նրանց յունիտները, միավորները, այս բանի ուղիղ բազմապատկում չէր, էլի մոռացել, լավ, direct product-ի յունիտները նույնը ինչ որ վերցնենք յունիտները ամեն մեկի մեջ և վերցնենք նրանց բազմապատիկը կամ բազմապատկումը, սա շատ հեշտ է տեսնել, որովհետև եթե ունենք AB, չէ, եթե ունենք AB և բազմապատկենք CD-ով ու ստանանք AC, BD ու ասում ենք, որ սա պետք է լինի 1-1։ Դա այն դեպքում տեղի ունի, եթե AC-ն 1 է ու BD-ն է 1, այսինքն նշանակում է, որ երկուսն էլ պետք է լինեն, ունենան հակադարձ, այսինքն լինեն unit։ Հիմա եթե այս փաստը վերցնենք, չէ, ու կիրառենք այս օղակին, ինչ ենք ստանում, ստանում ենք, որ նույնն է ինչ որ ZM, նույնն է ինչ որ ZM, սրա քանակը հենց PNM-ն էր, Euler-ի ֆունկցիան էր, չէ,
Իսկ սրանը PM Հիմա եթե ունենք բազմություններ, ընդհանուր քանակը հենց պիտի բազմապատկենք էլեմենտների քանակը առաջի կոորդինատում, էլեմենտների քանակը երկրորդ կոորդինատում, ստանում ենք, որ Euler-ի ֆունկցիան մուլտիպլիկատիվ է։ Սա պետք է այդ բանաձևը ապացուցելու համար մենք հեշտությամբ հաշվում ես պարզ թվի աստիճանի համար ֆին ինչ է, հետո եթե իմանաս, որ n-ն ու m-ը իրար կոպրայմ են, ստանում ես, որ այս ֆունկցիան մուլտիպլիկատիվ է, այսինքն վերցնում ես, դրանից հետո վերցնում ես phi p1 orthogonal p s p1 ու հեշտությամբ բանաձևը սրանից հետևում է։ Շատ լավ, մի քանի խնդիր եմ տվել, այս չինական թեորեմի մեջ ապացույցը, որը ես տվեցի, ինքը սիրուն ապացույց է, բայց այդքան էլ լավը չի, որովհետև այդ ապացույցը չի տալի, թե որն է այդ թիվը, որը տալիս է այդ A ու B-ն։ Կա ուրիշ կոնստրուկտիվ ապացույց, որը ինչ-որ իմաստով ավելի կիրառելի է, օրինակ եթե ժամացույցների խնդիրը վերցնեք, թեորեմը ասում է, որ այդպիսի x գոյություն ունի, բայց չի տալի որն է x-ը։ Այս մյուս ապացույցով հնարավոր է ստանալ ինչ-որ կոնկրետ x։ Այսինքն դա կարող եք ապացուցել, հիմա ասեմ, քննարկեք սա, եթե ժամանակ ունենաք, էլի, հիմա լեկցիան վերջացնում եմ։ Մյուսն էլ հնարավոր է չինական թեորեմը շատ ավելի մեծ բան general-ավորն է հայերեն ընդհանուր է չի Ինչ եք ուզում ասեք ընդհանուրը լավ թարգմանություն է ավելի լայնացված չի, բայց կասեմ լայնացված թեորեմ, երբ որ ունեք ինչ-որ օղակ, ցանկացած օղակ եւ ունեք երկու իդեալ, կոպրայմը փոխարինվում է այս բանով, որ կոչվում է կոմաքսիմալ, այս երկու իդեալները եթե իրար գումարեք, ստանաք օղակը, կարող եք ստուգել, որ թվերի մեջ կոմաքսիմալը նույնն է ինչ-որ կոպրայմը, ու կարող եք ցույց տալ չինական թեորեմը, այստեղ կլինի այն բանը, որ ռեն, եթե ուղարկում եք այս օղակին, այս ֆորմուլայով ինքը սուբյեկտ է։ Ու նույնպես, ես այդքան էլ դժվար չի, կարող եք վերցնել n իդեալներ եւ կարող եք կլասիկ չինական թեորեմի մեջ վերցնել այս թվերը ոչ միայն n-ը, բայց կարող եք ցանկացած քանակությամբ թվեր վերցնել, միակ բանը որ պիտի լինի, որ իրանք ամեն զույգը պիտի լինի կոպրայմ, այսինքն զույգերով պիտի կոպրայմ լինի, ոչ թե բոլորը տանում եք, ոչ թե GCD N1, N2, N3, 1, but GCD N1, N2 equal GCD N1, N3 or GCD N2, N3 equal 1. Այսինքն իրանք, օրինակ սա կարող է լինել 2, 6, 7, չէ, սա կտա 1, որովհետև այդպիսի թիվ չկա, որը բաժանում է բոլոր այս 3 թիվը, բայց այս հատկությունը այստեղ
2-ն ու 6-ը իհարկե բաժանվում են 2-ով, սա տեղի չունի, պետք է ենթադրեք, որ ամեն զույգ coprime նույն ձևի ապացույց կարող եք տալ, ես կթողնեմ ուսանողներին որպես բան exercise ես այսօր բան կանեմ առաջի տնայինը կդնեմ վեբսայթի վրա մի շաբաթ ժամանակ ունենաք